Ողջույն մեր շատ սիրելի YouTube-յան հետևորդներ։ Այս վիդեոն պատմելու է ձեզ մեր արվային համակարգի տեղադրման ընթացքի մասին։ Այո, մենք վերջապես որոշեցինք արվային համակարգ տեղադրել։ Տևեց մոտավորապես 5 տարի, ուրեմն մեր մեկ կամուկացի մեջ էինք, հա չգիտեինք, գազ քաշեինք, արվային համակարգ քաշեինք, ինչ անեինք, ու վերջում հետո եկավ այն եզրահանգմանը, որ այո, պետք է ձեռք բերել արվային համակարգ, որովհետև մեր տան համար ամեն ինչը էլեկտրոէներգիայով է, հա, անգամ տաքանում ենք մենք ինվերտորային օդորակիչներով, դրա համար ավելի ձեռնտու կլինի ունենալ արվային կայան։ Հիմա այս վիդեոն կարծում եմ մեկ վիդեոյի մեջ կտեղավորվենք, որովհետև հա, չնայած ինքը երկար աշխատանք է, մեզ ասացին, որ մոտ 1 ամիս կտևի այդ տեղադրման աշխատանքը։ Այսօր ինչ եմ այսօրվանից նկարում, որովհետև այսօր եկել են առաջին աշխատանքներն անելու, չափագրման աշխատանքներն են անում, շատ հետաքրքիր փաստ։ Քանի որ մենք ապրում ենք Գեղանիստ գյուղում, Արգավանդ, անմիջապես մեր հետևի հատվածում գտնվում է օդանավակայանը, մեզ մոտ առհասարակ չի աշխատում դրոն, չի թույլատրվում։ Այստեղ դրոնային քարտեզները բլոկավորված են ելնելով անվտանգության կանոններից, պետության անվտանգության կանոններից, ու դրա համար իրանց գործը մի փոքր ավելի բարդանում էր, իրանք ուրիշ մեթոդներով են օգտագործում, չափագրում ուրիշ մեթոդներով են անում։ Ասեմ, որ 5 տարվա ընթացքում հասցրել ենք լիքը կազմակերպություններ ուսումնասիրել, խորհուրդներ հարցնել են մարդկանցից, ովքեր որ արդեն օգտվում են արվային համակարգից, ու եզրահանգման եկանք, որոշում կայացրեցինք Sunheat-ի օգտին։ Իրանք արդեն եղել են մեր տանը, աղջիկները եկան, այդպես է ամբողջ ընթացքը գալիս են բավականին լուրջ են մոտենում իրենց աշխատանքին, ինչը մեզ շատ դուր եկավ։ Նախ եթե դրոնային համակարգ է աշխատում, հա, հասցեն են ձեր վերցնում, ուղարկում են, դա անվճար է կատարվում, հա, այդ չափագրումը բանը, եթե ուզում եք օրինակ իմանալ ինչ կարժենա ձեր տարածքի համար, ինչքան վատ է պետք տեղադրել, բան, տեխնիկի նրբություններ կա, էլի։ Առաջին այդ այցը չափագրումը անվճար է լինում, գալիս են դրոններով չափում են, ձեր այնքան հետաքրքիր է, դե արբանյակների օգնությամբ ամեն ինչը սենց մետր առ մետր չոտքի աշխատում է, արևս խնդրում եմ էլի անջատեք դա։ Ու եկան աղջիկները ամեն ինչ մանրամասն բացատրեցին, ես այդքան էլ շատ չեմ հասկանում, սա կարծում եմ մի քիչ ավելի մեր տան համար այս որոշումը իհարկե Էդոյի որոշումն էր, ես ինքս sense որոշում չէի կարող ընդունել լուրջ, որովհետև բավականին ինքը մեծ տան եք գնում, լուրջ գնում եք կատարում ամբողջ կյանքի համար։ Ասեմ, որ 25 տարի երաշխիք ունեն, այսպես է կոչվում, Sunheat է կոչվում, եկան ներկայացրեցին մեզ, քանի որ մենք չունենք, ինչ են ասում, եռաֆազ, մեզ ասացին, որ եթե չունեք եռաֆազ, այս տարածքի համար հասնում է 11 կիլովատ ամենաշատը, իսկ 11 կիլովատը բավականին շատ է։ 11 կիլովատի մեջ մտնում է, իդեպ ովքեր որ ունեն արևային կայաններ, կխնդրեմ, որպեսզի արձագանքեք, դուք էլ գրեք, տեսնեմ, դուք գող չեք, քանի կիլովատ եք դուք ընդհանրապես տեղադրել։ Ժողովուրդ ջան, այսօր մոտեցնում են արևային կայանների բաները, այդ պանելները, պետք է սկզբից պանելները առաքեն, հետո կան դնեն, այդպես է գործընթացը լինում։ Տեսնենք հələ, այս մերն է, հա, մերն է, ճիշտ ժամանակին էլ նկարեցի արևային կայանի, Արևայինն է? հա, պանելներն են բերում հիմա, հա, բալես, չեմ կարող, տիսյոյին նայեք հələ, Այսօր եկել էր։ հա, ստեղ է տղես, տենում եմ։ Մենք տունը ռեմոնտ ենք անում էլ, ժողովուրդ շնջամարը սենց վիճակ։
Տեսեք ժողովուրդ ջան։ Այս է ալյումինն, ասում չգիտեմ սրանք ինչ են, ալյումինն թե երկաթն։ Ամենայն դեպս այս բաների համար էլի որ հավաքեն կտուրին ջան, որ կտուրի վրա պետք է հավաքեն այս մասերն, հա։ Ես ոնց հասկանում եմ, կիսատ են բերել դեռ։ Ժողովուրդ ջան բերեցին մյուս քանակը բաների հենա պանելների էլի չգիտեմ երևի նենց նկարեմ որ չերևա մեր տունը ռեմոնտ արդեն ասեցի կժանոց վիդեո կա չզարմանաք Ой, ինչ մեծ են պանելները։ Մամ, լազետ։ Այն ինչ մեծ պանելներ են։ Ուահ, ու սենց 20 հատա, 10 20 չի կարա առնենք, 18 Չկար կյան 20-ի։ Լավ կոնե կրոգլի թիվ եք գոնե ընդրե, շվատանամ ես։ Ախ, նայք ես գրպանում ստեղծվածը վաբշե ծաղնում եմ, այ որ ես կապշտի եմ, այ այսինց պանականեմ։ Սիրուն ես դու։ Հարցնում է, չէ ասում սիրուն ես, այ ինքնավստահ, ինքնահավան։ Nasıl nachçıyısın? Ne kadar? Nachçıyız. Oy, namına sirun tağanel henan çar. Ժողովուրդ, նայեք ինչ շոտո։ Սանհիթից մարդ է եկել, չգիտեմ այդ ինչի համար էլ, ես այդ օնգատուն կհարցնեմ, ինչ որ բան են քննարկում դուրսը, տեղադրման երևի պրոցեսն է ինչն է լինելու, չգիտեմ, որ գայդուն արդեն կհարցնեմ։ Դա սանհիթի ֆորմայով էր էլի, մեջքին գրած էր սանհիթ։ Հələ այս հետաքրքրասերներին նայեք։ Նայեք։ Այստեղ նայեք։ Ուй։ Կրանա։ Այս բան։ Նայեք Եկա երկրորդ հարկ, որ մոմ Ահովես է ջի կարողանամ այստեղից մի բան գոնե նկարել, խանութը գնաց է, գոնե այստեղից այրվեց դենա, այնա, տեսեք, ժողովուրդ ջան գնացին, ժամը հիմա, յոպե ասեմ քանիսն է, ինչքան տևեցել, յոպե, 3-ը 6 ժամ համարյա, քիչ 5 ժամ հա նայեք այստեղ տեղադրել են շոչիկ տեսնում եք վաու հենց միացրած շիմ որ դեռ պետք է հենց գնում ավերև դեռ պետք է գնանք էլեկտրոցանց այսքան ավելացավ
մեծ ամենացե, բայց ինչ ենք արել, չգիտեմ։ Հիմա մի հատ այստեղ պետք է հավաքեմ սա։ Այնքան ուրախ եմ։ Այսինքն գշական բաներ, մի հատ այսօր sense էմոցիաներս դուրս գա։ Հենց միացումը տան, արդեն վերջնական վիդեոները կանեմ ու կտեղադրեմ։ Են ինչ է ալֆա։ Խես հաչում ալֆա։ Ինչ է։ Ջան։ Են ինչ է։ Ինչ ծրագիր ես ունենալու։ Հա։ Բա ինչքան գտևի մոտավոր, չգիտես։ Ահա շատ։ Սուրճը հյուրասիրես։ Դե Ժողովուրդ, այսօր արդեն միացրեցին կայանը, մենք արդեն 80 դրամ լույս ենք արտադրել, վсё։ Հիմա մեզ տվել են ինչ-որ ծրագիր, որտեղ ամբողջ մոնիթորինգը երևում է, այսինքն ինչ է կատարվում ընդհանրապես մեր արևային կայանի հետ։ Հիմա ձեզ էլ ցույց կտանք, այնքան հետաքրքիր է։ Տեսեք, այս այդ բանն է, ծրագիրն է, որ իրանք գալիս են ներբեռնում են, ծրագիրը երկու լեզվով է, անգլերեն ու ռուսերեն։ Նորմալ 4 կիլովատ ունենք։ Անգլերենը ինձ մոտ եմ պահել, քանի որ անգլերենը դեռ շատ լավ գիտի, ասեց ավելի լավ է, ես սովորեմ համել անգլերեն, ռուսերենն է իր մոտ է, իսկ հիմա մեզ ցույց կտան։ Ախ, ջան, հնասը։ Այս սովորու արտադրանքն է։ Դին։ Այսինքն մենք արտադրել ենք ամսի 15-ից, ձեր հաշվարկը սկսելու է ամսի 15-ից։ Գադավոյը գտնենք, Գադավոյը ստեղ ցույց է տալի 2025 թվին միացրել ենք ամսի 15-ին, 2026 թվին ցույց է տալու 2025 թվի 15 ամսի 15-ից արտադրած ընդհանուր գումարն ու կիլովատը։ Այդից այստեղ ենք տեսնելու, այս общая прибыль-ը սավակուպնի վիպուսկը դրած օրվանից ինչքան է արտադրել այդ պահի ժամանակ, երբ որ դուք նայում եք։ Խոսքով սենց էլի Ժորժ ջան, դուք արդեն որ ինքնիդ վերցնեք։ Դա մեր հետագիծն է, մենք հետագծով կարող ենք հետևենք կայանի աշխատանքը, այսինքն այս պահին անպամած է, հետագիծի իջել է, արտադրողականությունը իջել է, հիմա արդեն ամպերը ոնց որ գնացել են արևային է, այս պահին արդեն բարձրացել է, ինչքան արևային է լինում, այդքան հետագիծը բարձրանում է։ Այս կետը բարձրացել է դնելուց ներքևը, դե այսօր շատ ամպոտ է, հերիք չի անջրել է գալիս։ Իսկ ես ինչ է 4-ու այս պահին արտադրանքն է ցույց տալիս, այսինքն ինքը այս պահին արտադրում է 3 արդեն դարավ 3 ամպերը։ Ինքը հետագիծը փոխեց, հետագիծը իջավ։ Մի խոսքով ժողովուրդ, մեկ էլ շատ կարևոր մի հատ բան կա, եթե չկա Wi-Fi, չեք կարող դուք աշխատել։ Իրանք տեսնում են այդ բանը, եթե Wi-Fi չի լինում։ Մենք 12-ին միացրել ենք, 12-ից մինչև այս պահը արտադրել է 95 դրամի, այսինքն 1.90 կիլովատ։ Արդեն 95։ Հիմա ժամը 12:23 է։ Այսինքն 23 րոպե։ Մանի։ Այսա բիզնես ենք անում, բիզնես։ Այսինքն իրականում մենք այնքան շատ լույս ենք ծախսում ժողովուրդ, որ այս 10 կիլովատը մենք ուզում ենք 11 դարձնենք, էլի։ Ինվերտորի աշխատանք։ Ինվերտորի աշխատանքը, էսի հոսանքի լարումներն է։ Մեր ցանցից գալացող հոսանքի լարումն է, ամպերաժն է, ինչ լարում կա մեջի, ինչքան ամպերաժ։ 232 տալիս է, то есть այս պահին 232 վոլտ է, 16.9 ամպեր։ Ինչ ժողովուրդ ջան, ահա եւ վերջ։ Մենք արդեն քանի օր օգտագործում ենք մեր արևայինը ու ահա որ գոհ ենք, ընդամենը 2 օրվա ընթացքում 5000 դրամ արդեն կուտակել ենք լույս։ Այն որ խոսքեր չկա, եթե ուզում եք հետևել ընթացքին Instagram-ին անպայման բաժանորդագրվեք, որպեսզի տեսնեք։ Իսկ եթե ուզում եք ունենալ լավ արևային համակարգ ու այլևս մոռանալ լույս վճարելու մասին, ապա անպայման դիմեք Սանհիթին, որովհետև ուղղակի հրաշքի են։ Մենք շատ գոհ ենք այս sense։ Տարուսը ձեզ ով որ ցանկանում է